Այսինքն արդեն լուսակիրները տեղադրման աշխատանքները սկսվավ։ Ժողովուրդ ջան, փրկվեցիք երկար ու ձիգ տարիների խնդրանքներից հետո, վերջապես նոր գեղի, չէ, նոր գեղի խաշմերուկը լուսակիրները տեղադրվում են։ Պարեկայինն էլ ծառայությունա կատարում, ոնց որ միշտ։ Անդեղ էլա չէ դրվում։ 4 կողմից էլի։ Ժողովուրդը կփրկվի։ Հենա այնտեղ է, հա հենա, չէ։ Հեսա։ Սեղելա չէ դրվում։ Բոլոր Էտա լավա սվետաֆորները դնում եք, չէ։ Հա, ապրեք, ժողովուրդ ջան, է ժողովորդին պրգեցիք։ Արիժմոլում էլ են իբա դնում, ես իբ դնեն, հա, այցի, պրգվավ ժողովորդը, հենա, Լուսակիրներով արդեն կաշխատի, վթարները կքչանա։ Ապրիլի 1-ն է, ժողովուրդ ջան, չընդունեք սա որպես կատակ, չընդունեք սա որպես ապրիլ 1-յան սուտ, վերջապես, ներքին գործերի նախարարությունը և տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի հետ տեղադրում են ժողովրդին հայտնի նոր գեղի այս խաշմերուկում լուսակիրներ, որի բացակայության պատճառով անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ էր տեղի ունենում, հիմա արդեն վերջապես սայլը տեղից շարժվեց, հատուկ, շնորհակալություն եմ ուզում հայտնել նախ նոր գեղի և հարակից գյուղերի բնակիչներին, ովքեր չկոտրվեցին, ոնց որ ասում են, մինչև վերջ պայքարեցին, որպեսզի իրենց խնդրանքը պատկան մարմինները իրականացնեն ու հիմա այս աշխատանքների մեջ մեծ լումա է ունեցել ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը, ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, ճանապարհային ոստիկանության պետ, լեգենդար, այս գործի պրոֆեսիոնալ, իսկական մասնագետ Նորիկ Սարգսյանը, ճանապարհային ոստիկանության վարչություններից մեկի պետ Կոստանտին Կոստանյանը, Դավիթ Խուդացյանը, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը, Կոտայքի մարզպետը, հիմա անուններ եմ տալիս, շատերը կարող ասեն Շամշանը ստից այս մարդկանց գովքն է անում, ոչ, այս մարդիկ լավ էլ ինչ հնարավորը արեցին, երկար ու ձիգ, նաև ճանապարհային դեպարտամենտին է հալալ, որ վերջապես սվետաֆորները տեղադրվում է, ու այստեղ հավատացեք ժողովուրդ ջան, կնվազի հաստատ ճանապարհատրանսպորտային պատահարները, թե չէ ինչի է նմանվում, նախկինում սովետական տարիներին եղել է, հետո չգիտես ում մտքով անցել է հանել էին, վարչականի ղեկավարը Նոր գեղի գյուղապետը ինքն էլ
Շատերը կարող է չիմանալ, բայց ինքն էլ անընդհատ վզել է, անընդհատ հետևողական պայքարել է, որպեսզի լուսակիրները տեղադրվեն։ Հիմա տեսնում եք, խաչմերուկը ամբողջությամբ ունենալու է լուսակիրներ, սվետաֆորներ, էլի տենց ասեմ, ժողովուրդ ջան։ Ու փրկվան, ժողովուրդը փրկվա։ Հարորդները փրկվան, վերջապես հենց արդեն կարևոր գործողությունները սկսվել է։ Իմ տեղեկություններով սա վերջացնելուց հետո լուսակիրներ են տեղադրվելու նաև Orange Mall-ի հատվածում, որտեղ նույնպես լուսակիրների բացակայության պատճառով անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր են տեղի ունենում, ցավոք նաև ողբերգական։ Էլ եմ ասում, հալալա առաջինը այս գյուղի ժողովրդին, որ մինչև վերջ պայքարեցին, որպեսզի լուսակիրները տեղադրվի։ Ժողովուրդ ջան, ամբողջ խաչմերուկը ունենալու է։ Էսա։ Վերջին անգամ հիշում եմ, բնակիչները նաև խնդրանքով դիմել էին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին եւ հենց իմ տեղեկություններով մեկ օր հատուկ խորհրդակցություն է անցկացրել Արփինե Սարգսյանը եւ այս խաչմերուկի խնդիրը լուծելու համար լուսակիրների եւ Orange Mall-ի ու տեսնում եք սայլը տեղից շարժվեց։ Էսա լուսակիրները սիրուն տեղադրվի ժողովուրդ ջան, փրկվեք, վարորդներն էլ կփրկվեն։ Հալիս աղբեր, դու լավ լնես։ Լավ չի որ սարքում են արդեն, լավա չէ։ Շանոն ջան, այս մեր հայկացան է նկարել։ Նկարես։ Հետո։ Լավ իսա։ Դաժե տրանսպորտը արդեն ապահով լուսակիրի գործելու պայմաններում անվտանգ կերթևեկեն։ Դե դուս կապնում ենք։ Ահեն ժողովուրդն էլ վարորդներն էլ փրկվան։ Երևի մի ամսվա մեջ կլինի էլի։ Լավ է ուշ քան երբեք։
Հեսա որ լուսակիները դնեն, արդեն երթևեկությունը կկարգավորվի, չէ՞։ Հա։ Հնարավոր է։ Խի հնարավոր է հաստատ։